Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք spring roll, գարնանային փաթեթներ։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է ֆունչոզա, նորի, բրնձի թերթիկներ, բանջարեղեն, ծովախեցգետին, ծովախեցգետնի ձողիկներ, սոյա սոուս, արտֆուդ, համեարվեստ և ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Սրանք են հիմնական բաղադրիչները։ Կսկսենք ֆունչոզայից։ Ֆունչոզան դա թափանցիկ լապշան է, կամ ինչպես ասում են, ապակյա լապշան, նման է ապակու։ Մեկ կապ ֆունչոզայի վրա լցնում ենք եռացրած ջուր, այնքան որ կապը ծածկվի։ Թողնում ենք փափկի։ Այն հենց այդպես էլ պատրաստում են, չեն եռացնում։ Անցնենք առաջ։ Տեղադրում ենք տախտակը։ Եվ հերթով մշակենք բաղադրիչները։ Առաջարկում եմ սկսել թարմ վարունգից։ Կվերցնեմ 2 թարմ վարունգ, կտրում ենք ծայրերը, կիսում ենք երկարությամբ և հեռացնում սերմերը։ Սերմերը հեռացնելուց հետո վարունգը կտրատում ենք ձողիկների, բարակ ձողիկների։ Նախատեսել է 2 վարունգ, բայց կարծում եմ մեկով կբավարարվենք, այդքան շատ չեմ պատրաստի։ Բաղադրիչները մշակում ենք, պահեստավորում ենք, որից հետո կձևավորենք spring roll-երը։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա մանգոն է։ Այո, մանգոն շատ հետաքրքիր համ կհաղորդի մեր spring roll-երին։ Կօգտագործեմ մանգոյի կեսը։ Կլպում ենք։ Մանգոն էլ կկտրատենք ձողիկների, բարակ ձողիկների։ Սա էլ պահեստավորենք հենց վարունգի կողքը։ Եվ անցնենք առաջ։ Հանենք ինչը կարող եմ ես պետք գալ։ Մյուս բաղադրիչը դա ծովախեցգետնի ձողիկներն են։
օգտագործեմ 4 ձողիկ։ Ազատում ենք փաթեթավորումից։ Վրաները լցնում ենք գոլ ջուր, սենյակային ջերմաստիճանի, այնքան որ ծածկվեն։ Եվ որոշակի ժամանակով հանգիստ ենք թողնում։ Անցնենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը քաղցր պղպեղն է։ Կվերցնեմ 1 քաղցր պղպեղ։ Քաղցր պղպեղի կեսը կվերածեմ ձողիկների, բարակ ձողիկների։ Սա էլ պահեստավորենք, իսկ մյուս կեսը քաղցր պղպեղի կկտրատեմ խորանարդիկների։ Բայց մինչ խորանարդիկների կտրատելը ծովախեց գետնի ձողիկները ջերք համում ենք։ Այսպես։ Ինչ ենք անում ծովախեց գետնի ձողիկների հետ, այսպես թեթևակի սեղմում ենք, որ շերտերը իրարից առանձնանան։ Եվ կտրատում ժապավենների։ Սա էլ լցնում ենք թասի մեջ մանր խորանարդիկների կտրատած պղպեղի հետ։ Ինչ վիճակում է ֆունչոզան, արդեն փափկել է։ Մկրատի օգնությամբ կտրում ենք, ջրք համում ենք, թող ջրքանվի, հետո կշարունակենք։ Իսկ ծովախեց գետնի ձողիկների և պղպեղի վրա լցնում ենք 2 ճաշի գդալ մայոնեզ,
ցանկալի թեթև մայոնեզ լինի, որ իր համով չխեղդի մնացածի համերին։ Եվ 100 գրամ սերուցքային պանիր։ Լավ տակն ու վրա ենք անում։ Ավելացնում ենք Art Food ընկերության պահածոյացված եգիպտացորեն, կանաչ ոլոր, 3-ական ճաշի գթալ, այստեղ կավելացնեմ նաև կանաչ սոխ, ցանկալի է, որ կանաչ սոխը լինի բարակ, այսպիսի փետուրներ, 1, 2, 3, 4, 5, 6 փետուր կարելի ասել, սա էլ մանր կտրատում և ավելացնում ենք։ Ընթացքում կարելի է մշակել նաև մյուս բաղադրիչը։ Դա քունջուտն է, որը հարկավոր է բովել կվերցնեմ Մարանիկ ընկերության քունջուտ։ Համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, կվերցնեմ ծովի աղ, մոտ 1 թեյի գթալ, կամ կեսը լավ է, 4 պղպեղով, փրկենք քունջուտը, մի մասը պահեստավորենք, մյուս մասը ֆունչոզայի հետ լցնում ենք թասի մեջ։ Ֆունչոզայի վրա լցնում ենք նաև քունջուտի յուղ, մոտ 2 ճաշի գթալ։ Այստեղ կավելացնեմ կես լայմի հյութ,
Դե ինչ, լցոնը կարծես թե պատրաստ է։ Լցոնի համար նախատեսված բաղադրիչները պատրաստ են լցոնվելու։ Այժմ անդրադառնանք բրնձի թերթիկներին եւ նորի ջրիմուռին։ Նախ նորի ջրիմուռի մասին։ Թերթիկը բաժանում ենք 8 մասի, կտրում ենք։ Որից հետո մի փոքր խորը ամանի մեջ լցնում ենք։ Տաք ջուր, փոքր սառը ջուր, պետք է գոլ լինի։ Բրնձի թերթիկը սուզում ենք գոլ ջրի մեջ մոտ 3 վայրկյան։ Հանում ենք տախտակի վրա, թողնում ենք մի փոքր փափկի։ Հենց փափկեց, նորի մեկ շերտը դնում ենք մոտավորապես կենտրոնական մասում, դնում ենք ծովախեցգետնի զողիկների զանգվածից, ֆունչոզը, կարմիր քաղցր պղպեղ, թարմ վարունգ, մանգո, նախապես խաշած ծովախեցգետին, ուղղակի հեռացնում ենք պոչիկը եւ շարում ենք։ Երեք հատը կարծում եմ լավ է։ Եվ փաթաթում ենք նրբաբլիթի նման։ Այստեղ։ Որից հետո տեղադրում ենք մատուցվող ամանի վրա, յուղում ենք քունջութի յուղով, վրան շաղ ենք տալիս բոված քունջութ։ Նույն կերպ կձևավորենք մնացած ռոլերը, մատուցելիս կզարդարենք թարմ կանաչ սոխով։
Spring roll, գարնանային փաթեթներ։ Ֆունչոզայի կապի վրա եռացրած ջուր լցնել, թողնել փափկին։ Ծովախեցգետնի ձողիկների պաշտպանիչ թաղանթը հեռացնել, գոլ ջրում ոչ երկար թրջել։ Ձողիկները ջրքամել, թեթևակի սեղմել, որ շերտերն առանձնանան։ Բարակ ժապավենների կտրել։ Վարունգը երկարությամբ կիսել, սերմերը հեռացնել, բարակ ձողիկների կտրատել, դնել ափսեի մեջ։ Մանգո կլպել, պտղամիսը բարակ ձողիկների կտրատել, դնել ափսեի մեջ։ Քաղցր պղպեղի կեսը բարակ ձողիկների կտրել, դնել ափսեի մեջ։ Պղպեղի մյուս կեսը մանր խորանարդիկների կտրել, լցնել թասի մեջ, ավելացնել ծովախեցգետնի շերտատած ձողիկները, մայոնեզ, սերուցքային պանիր, պահածոյացված կանաչ ոլոր, եգիպտացորենի պահածոյացված հատիկներ, կտրատած կանաչ սոխ ավելացնել, համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, լայմի հյութով, խառնել։ Փափկած ֆունչոզան մկրատով կտրատել, ջրքամել, համեմել բոված քունջութով, քունջութի յուղով։ Նորի թերթիկը 8 մասի կտրել։ Բրնձի թերթիկը 3 վայրկյան սուզել գոլ ջրի մեջ, փռել տախտակին, միջին մասում նորի թերթիկ դնել, վրան խեցգետնով եւ ֆունչոզայով միջուկներ, դրա վրա վարունգի, պղպեղի, մանգոյի ձողիկներ դասավորել, խաշած 3 ծովախեցգետին դնել, ռոլ փաթաթել։ Ռոլը դնել մատուցվող ափսեի մեջ, վրան քունջութի յուղ քսել, բոված քունջութ շաղտալ, ձևավորել կանաչ սոխի փետուրով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, բանջարեղեն, ձու, կաթ, կարագ, ձիթայուղ, արթֆուտ, համի արվեստ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե պարանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։